Все это. Շատ ապրել։ Երբացի հոտոկել է։ Մոմերից է, պաչի։ Ես ուր ես տորդ իրել։ Ծնունդը։ Ծնունդսա, շատ ապրես։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Շնորհակալ եմ։ Մամ, երբացի, Bola. Mom! Ce de bola? Să-i tradiția să-i Tradiția eu, mernem, Gianni. Շատ ապրեք, կյան, ապրեք։ Շատ էլ եք tradiția անում։ Շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր նոր օր ենք սկսում ժամը 12:00-ից, լավ ուրախ տրամադրությամբ, հաճելի անակնկալներով։ Թաթուլ ջան, ապրես։ Հա ջան։ Ապրես, կյանք են ասած ասաղ էլի։ Այսօր բոլորեց իմ 35 տարին։ Բոլորիս մաղթում եմ ուրախ տարեդարձ ու լավ բարձր տրամադրություն։ Ես ինձ մաղթանքներ չանեմ, մնացածն էլ վաղը լավ ման կգանք, լավ կզբոսնենք, տեսարժան վայրեր կգնանք ու փաստորեն այդպիսի մի հոլովակ եւս կներկայացնեմ ձեզ։ Այսօր երևի թե անջատեմ ու մենք ծնունդ անենք, տորթիկ ունեմ, շամպայն ունենք, իմ ընտանիքի հետ, սիրուն, առայժմ ձեզ բարի գիշեր, վաղը կշարունակենք վլոգը։ Սիրելի հետևորդներ, այսօրը լուսացավ, այսօր հունիսի 15-ն է, սաղ գիշեր, այստեղ գոշում անձրև եկավ, իրիկունն էլ կարկուտը, եթե նախքին հոլովակը տեսել եք, ապա էդ էլ եք տեսել, ձվիչապ կարկուտներ էր, ում մեքենան, որ բացոցիա էր, սաղի հերնանից էլա, ումը մի քիչ ծածկի տակ էր, դե դա կիսաբարվոք վիճակա, բայց դե մերն էլ ավնասվել, ահագին, ափսոս, ինչ արած։ Մենք տոնական տրամադրություն ունենք, չնայած մեքենայի կապոտի փոսիկնին։ Ունենք տորթիկ, շամպայն եւ մնացած այն ամենը, ինչը որ ծնունդի համար պետք է։ Հիմա մի կտոր քաղցրանանք, մի կում շամպայն խմենք, կարաս բայց, մի կում շամպայն խմենք ու գնանք գոշավանք, այսօր պատարակ է ու գնանք մենք էլ մասնակցենք, մի քիչ էլ ուշ ենք վերկացել, միջև հավաքվել ես կողմ են կողմ, արդեն կեսօր է դառնում, չենք եկել քնելու, եկել ենք ման գալու, այնպես որ արագացնենք, որ հասցնենք, դե ինչ, մեր օրը համարում եմ բացված, ուր գնանք, ինչ նկարահանենք այսօր դուք մեզ հետ եք, մեզ ուրախ լավ օր, ձեզ էլ բարի դիտում, գնացինք։ Ուղիղ 11-ն։ Սորեն մամաշիկի ծնունդն է։ Մաման մեր մի ջան, տուրիստ հետ։ Հիլապ, ուզում ապորցի, բաբա։
Հապիկ դա զգուշ հեռմա։ Սա թրցնենք թե Որտես մի քիչ առաջ գնա ուզում արեք ես թրցրու։ Ո՞ր է դարձնում բա։ Չէ, այդքան չէ որ խմանգել։ Ես կամաց մատակցի։ Դե չի կարա ինքը բայց։ Արա։ Օպ։ Սարը մոտիկ կամից։ Հա դե ոյ։ Օպա։ Ապրի։ Ես բայ միլա Դա սպասի տեղ։ Վերացի սախ տպել ապի։ Մամա բեր։ Բերես լցնես կյանք։ Աման սոկելա։ Ինչ դες ասի բա։ Լասա։ Ող։ Նարեկ մի դեպ իսա։ Լավ բան ասա։ Հանդե գիրում չեմ չես։ Սորգուարի ծնոնդն է։ Դե շնորհալ։ Ապրիկ, շատ ապրիկ։ Ծնունդը շնորհավոր։ Ապրիկ։ Ահա, դե տո լավ է, երեք տիկոյնը սորկո։ Հա, ծնունդներ ասա։ Ես ո՞նց է տիկոն դեռ քնած, հա։ Չէ։ Քիչ որտեղից դեմ տալ կյանք։ Դե քնան գերներից դենտու։ Գոնե սպորտը շախ տվեք որաս։ Հա։ Մոտալիս չեմ խմելու։ Ես շոֆեր եմ։ Կարող ես այդ ցեխերը չմտնես։ Հա, դեղ ցեղ դիլիսա։ Ես մտնեմ։ Ես 100 տարվա կյանք։ Ապրիկ։ Շատ ապրիկ։ Հաջան։ Կոշիկները դուր են։ Տնամ տորտիկը համովա։ Շատ համովա։ Ասա դե կզարմանայինք, որ ասոս համով չի, բայց որ համով չի լիներ, հաստատ կասեի համով չի։ Բացօթյա, մաքրոթին, մի կում շամպայն, սեփական ծնունդի համար։ Ունդիր, են որ հանգիստ, խաղաղ, այդպես, բոլորիդ մաղթում եմ ձեր ընտանիքներում, նշեք ձեր ծնունդները ու համալրված ընտանիքներում, որ բոլորը լինեն տեղում ու դրանից կարևոր հավատացեք ոչ մի բան չկա։ Սիրելի հետևորդներ, հիմա արդեն կերանք հել, խմեցինք էլ, ճանապարհվենք դեպի Գոշավանք, ճիշտ է, արդեն պատարակն սկսվել է, բայց մենք մի քիչ ուշացումով կգնանք, դե ոչինչ, գնանք ու սկսենք մեր այսօրվա ճանապարհորդությունը, այսպես ասած, ուզում եմ, որ գնանք անպայման պարզ լիճ, Գոշ լիճ, ես սկի չգիտեի, որ Գոշ լիճը ունի այդպես առանձին, ինձ թվացել է այստեղ մենակ կա պարզ լիճ, բայց երեք իմացա, որ կա նաև Գոշի լիճ, տեսնենք որն ենք կարողանում գնանք, չնայած ասեցին, որ պիտի ուրիշ մեքենա վարձենք այստեղ, որովհետև ճանապարհը լավը չի, հաստատ երեկվա անձրևից հետո էլ ավելի վատացած կլինի, որովհետև մի սաղ օր անձրև եկավ, դե հիմա ինչ որ այա, երկար չխոսեմ, մի երկու բան կա, հավաքեմ ու մենք ճանապարհվենք, ձեզ էլ հետը ստանեմ։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, գտնվում ենք Գոշավանքում, Մխիթար Գոշի անվանումից է առաջացել, այս եկեղեցին, հենա Մխիթար Գոշի, ով եղել է իրավաբան ու մեծ մտքերի տերմարդ, արձանն է տեղադրված ու եկեղեցին էլ ասեմ, որ ամեն քայլափոխի չհանդիպող եկեղեցի է, ինքը շատ սիրուն է, թե դիմացից եւ թե վերևի կողմից, ընտիր 4 հատ գմբեթ ունի ու բոլորն էլ հերվից որ նայում ես, այդպես աչքացակում իր գեղեցկությամբ։ Հիմա առաջանանք, ներս մտնենք ու մոն վառենք բոլորիս նպատակների համար։ Գնացինք։ Տարածքն էլ շատ սիրուն է, ամբողջը այս մուտքի մոտը վարդեր ու մի հատ թափած բան չես տնա, դե երևի աշխատող էլ կա, բայց ինչքան ուզում ա լինի, եթե ժողովուրդը թափում են, հավաքելը անհնար կլինի, բայց այ մի եկեղեցի լինի մի գյուղում, տուրիզմը զարգանում է այդ գյուղում, դրա համար էլ մեր գյուղերում այսքան պասիվություն ու աղքատություն է այս առումով։
Հրի գանջ։ Պապայինից կլինի։ Կարաս պապայինից վառես արև ջան։ Սա մի հատ սկվարենք, հա։ Ստեղ աղոթվել։ Լիքը լավ բաներ են մտածում, մենակ լավ բաներ։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, շատ մեծ տարածք է ու տարբեր այ այսպես մուտքեր ունի։ Որ խորանի վրա թաթ, որ խորանի վրա նենց կապած ալեմ, ուրեմն չգործող խորանը։ Հա։ Սիրելի հետևորդներ, այստեղի բնությունը եւս մեր Շամշադինի նման, ոչ այդպես նույնը, բայց շատ նման, այն որ սաղ անտառներ է, սաղ բնություն է, սարեր է, ծառեր է, կանաչ է ամբողջը, այդ տեսքն ունի։ Մի խոսքով էլի Տավուշի մարզն է, պիտի նման լիներ, բա իհարկե։ Լոռու մարզն ու Տավուշի մարզը բնությամբ իրար շատ նման են, դե առայժմ այդ երկուսն եմ պտտվել գիտեմ, ոչ լիարժեք, բայց դե ինչ որ այա, հույս ունեմ, որ մոտ ժամանակներում բոլոր տեղերն էլ ման կգանք ու թե համեմատականներ անցկացնենք եւ թե մնացածը։ Սիրտիկ ջան։ Հա։ Գնում ենք կյանք։ Լավ է գոնե անձրևը կտրվեց։ Բանդեղ ոնց դուրս գաս վարդերի արանքով։ Արի։ Ես էլ նվերս Ռուշանիկից։ Ձեզ համար պատրաստում եմ 7 տեսակ խոտաբույսերով թեյ։ 7 տեսակ։ Այո։ Ահա։ Առողջ արար։ Այս մեր խոտաբույսերն ամեն ինչ ունենք։ Ուրցա, դաղցա, մելիսայա, զվերաբոյա, մայրամախոտա, ռամաշկայա, ղանթափայա։ Լարիվ առողջ արար խոտաբույսեր են։ Այս է ձեզ հյուրասիրություն։ Ապրեք շատ։ Ոնց կար առողջ արար չլնի 7 տեսակ խոտաբույսը։ Անուշ լինի։ Ապրեք շատ։ Անուշ շատ։ Որտեղից ես գոհարջա Շամշադինի։ Հա։ Անդեղի բլոգերն ես։ Հա։ Սիրելի հետևորդներ, մենք գնացինք, Կոշավանք, հյուրասիրվեցինք, 7 խոտաբույսերով թեյ խմեցինք, եկեղեցում նկարվեցինք, մի պահ մասնակցեցինք պատարակին ու իհարկե նվերը ստացա արդեն ցույց տվեցի Շուշանիկի կողմից, ես էլ ոնց են ասում հասել եմ եսին որտեղ ու նվերներ եմ առել, ուր գնում եմ 3 հատ սառնարանի մագնիս եմ առնում, Վրաստանից էլ առա, մեկը մեզ, մեկը սկեսուրենցս, մյուսը մերոնց ու այսպես ու պարտադիր ոչ մի ուղղակի սովորական մագնիս, այլ նշված լինի այն տարածքը, որտեղ որ եղել ենք։ Հիմա Գոշավանքը գրված է բոլորի վրա էլ, այս մեկը հաղարծինն է, բայց նկատել չեմ։ Հրաչս վայ թե մնտրեց, այ նկատել չեմ։ Սիրուն բնապատկերներ։
դեռ կշարունակենք, Շուշանիկը հիմա գնաց տուն, ինչ որ բան ունի բերելու, անակնկալա ձեզ էլ, ես պիտի բերեինք մեր հետ ճիշտն ասած, որ իրիկունը հենց հոլովակս գունավորեինք, բայց քանի որ մերը գտնվում էր սարում, վերջի գնալով տարել ենք սար ու թողել ենք այնտեղ, որ անընդհատ տանել բերելու չտանք, որովհետև Թաթուլս այդ սիրում է օգտագործի իր մայրիկի մոտ եղած ժամանակ։ Հիմա Շուշանիկն ասեց մեզ էլ ունենք ու գնաց բերի։ Գա մի հատ գույն տանք մեր հոլովակին, մեր այսօրվա հոլովակին։ Դե երկի։ Կարաս երկես։ Ինձ ասում են դե բաղաձայն ես։ Դե բաղաձայն ջի երկի։ Խաղալարի ծինգա։ Աչ, բաղոց վեր։ Բայց լավ է նվագում։ Մաքուրա։ Այդ կուրը կոտրիլը բրախի ամենալավ բանն է նվագիլը։ Ակարդեոնը ու կլարնետը ամենալավ գործիքն է։
ապրես։ Հա, դու են ապրես։ Շատ ապրես։ Բայևի կաղթիկ։ Սիրելի հետևորդներ, մենք այստեղից արդեն ճանապարհվում ենք ճամպրուկային վեշերով, ամբողջը բարձեցինք մեքենան, մեր հագուստը եւ ամեն ինչը ու գնում ենք հիմա Պարզ լիճ։ Գոշի լիճը ուզում էինք գնայինք, բայց ասացին, որ այսքան էլ անձրև ու կարկուտ է եկել, ճանապարհն ավելի վատը կլինի ու հակառակողությունների վրա են ոնց հասկացա, Գոշի լիճն ու Պարզ լիճը, այսցի ավելի լավ է գնանք Պարզ լիճ, բայց մոտ ժամանակներում ուզում ենք գանք եւս մեկ անգամ այստեղ, արդեն ուրիշ մարդկանց հետ, խմբով կարելի ասել, ու մենք այստեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ծնունդս նշեցինք, այդ մուզիկան տեսել համոհոտը տեղը բերեց, հիմա առաջանանք, տեղավորվենք, հաջողանենք մեր հյուրատանտերերին ու ճանապարհվենք դեպի Պարզ լիճ, բայց եղանակն էլ էլի վատանում է, չգիտեմ կկարողանանք գնալ թե Սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Պարզ լճում, դեռ լճին չենք հասել, բայց այս ինչքան մարդ կա, այսօր կիրակի է, դե բնականաբար բոլորը այսօր են գալի ման գալու, շաբաթ կամ կիրակի, ստիլ շեշիկ հարցներ կան, սկի մրսում չեն, մերնեմ ջանիտ, մենք էլ առաջանանք տնանք մի այս ինչ Պարզ լիճա, որ այսքան մարդ կա, այսքան ավտո կա, լիքը, լատհեք Գնանք տնանք արժեր թե չէ Սիրելի հետևորդներ, այդ հրաչը սիրան գործը կիթավ, նարեկ սիրա պապայի հետ պրոստը ման են գալիս, ես էլ առայժմ հետևում եմ, ուզում եմ մեջս համարձակություն հավաքեմ ու Հաջան ցավտ տանը ու գնամ ես էլ ընտրոսով քնամ, ռիսկ կանեմ Ինձ թվում է ռիսկ կանեմ, որովհետև ցածր է։ Ժողովուրդ, ես քնում եմ ֆորմա одежден հագիս, քնում եմ կորչ։ Տնամ դե ռիսկով քնում եմ թե չէ։ Ինչ արած էտա։ Բա եկել ենք ստիզել, չփորձենք մի հատ։ Ուզում եմ թաթուլին հետը ստանամ գալիս չի։ Ինչի կարելի է, հագա։ Գնացի, հա, նրան պետք է ճանապարհի նոր ես դիերեմ երևի։ Կարող ես կանը դերես։ Դե դա խիչ դեմ գարա։ Սիստը կտոմ։ Դե լավ էլի, հետքան թիլոս եմ, բայց երեխին հետը տարավ, հրաչի սիլ կանեն հետը ստանը։ Ադյուլակ է պարը։ Եկա, ար։
Շուտ տղսա։ Քանի պարկով լավ չսկի։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրն էլ ավարտում ենք այսքանով, արդեն երեկոյա ու բավականաչափ հոգնել ենք, իսկապես շատ ենք հոգնել։ Եղանակը արդեն վատ է, լավ անձրև է գալիս, մենք արդեն հասել ենք Իջևան, այստեղ միտեղ կանգնենք, ինչա՞։ Հա, երեխաները սովել են, հաց ուտեն ու շարունակենք մեր ճանապարհը դեպի մեր տուն։ Մեկը ուր էլ գնանք, ինչ էլ անենք, տանից լավ տեղ չկա։ Այստեղ ես ձեզ հաջողանեմ, էլ տեսախցիկը հետս չտանեմ, առավոտից մոտս է, ես էլ հոգնեցի։ Ովքեր նոր են միացել ալիքից, բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս, գրեք մեկնաբանություններ ու այդպես շարունակ։ Բոլորիս մաղթում եմ բարին, մնացեք բարով։